Նախընտրական գործընթացների մեկնարկից ի վեր առաջին անգամ Սերժ Սարգսյանը խոսել է եւ անդրադարձել ներքաղաքական ամենասուր հարցադրումներին։ Նախընտրական դաշինքների ձևավորումը նախագահի սրտով է։ Հենց դրան էր ձգտում, երբ նախաձեռնում էր սահմանադրական բարեփոխումներ եւ խոսում կուսակցությունների խոշորացման անհրաժեշտությունից։ Ձևավորվող բոլոր դաշինքների եւ ուժերի հետ ՀՀԿ-ն պատրաստ է նստել մի սեղանի շուրջ, քննարկելու այսօր հասարակությանը հուզող ամենազգայուն խնդիրներից մեկը։ Արժե արդյոք տեղափոխել ընտրությունների օրը, հաշվի առնելով, որ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է։ Սերժ Սարգսյանն ասել է, ինքը դեմ չէ 4-ից 5 օրով հետաձգելու ընտրությունները։ Մի փոքր էլ սպասենք, երբ որ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները եւ մենք կարողանանք գալ նրանց հետ համաձայնության, բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ մեզ ոչինչ չի խանգարի, եթե մենք ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները։ Գագիկ Ծառուկյանի մասին Սերժ Սարգսյանը վստահեցրել է, նրա վերադարձը իր սրտով չի եղել։ Շատ հագիրճ եմ ասում, ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը։ Նեղացողների մասին Սերժ Սարգսյանն ասել է, հանրապետականներից ով որտեղ կաշխատի, որոշում են կախված իրենց ծրագրերից եւ մարտահրավերներից։ Պատգամավորի թեկնածու առաջադրելիս կամ պաշտոններ նշանակելիս հաշվի են առնվում ոչ թե անձերի հավակնությունները, այլ նրանց ունակությունները։ Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները։ ՀՀԿ-ից հեռացողների մասին Սերժ Սարգսյանն ասել է, 1-2 մարդու գնալը արտահոսք չէ, անհեթեթ խոսակցություններ են։ Առավել քան ծիծաղելի է, ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ, ուզում են ներկայացնել, թե հանրապետականից արտահոսք կա։ Ինչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է։ Այնուամենայնիվ նախագահը հեռացողների մասին խոսել է, համեմատել է նրանց մայր գետից պոկվող, հետո չորացող առվակների հետ։ Գիտեք, մայր գետերը, լայն գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով։ Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս։ Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից, եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում են։ Սա է, բնության օրենքը, սա է։ Չնայած Սերժ Սարգսյանը առվակների մասին խոսելիս անուններ չէր տվել, Հովիկ Աբրահամյանը հասկացել է, որ խոսքն առաջին հերթին իր մասին է։ Այսօր նա իր Facebook-յան էջում նախագահի փոխաբերությանը պատասխանել է սեփական փոխաբերությամբ, որում ակնարկել է, որ իր էջը փակված համարելու համար դեռ շուտ է։ Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր, ինքս էլ հավանել եմ։ Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում, բայց ինչ որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտրեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը։ Միգուցե մինչ այդ պոկված դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչև ոչնչանալը հասցնեն գոնե 1-2 բնակավայրի կյանք պարգևել, գրել է նախկին վարչապետը։ Հովիկ Աբրահամյանին արձագանքելու գործը ստանձնել է Էդուարդ Շարմազանովը։ Նա նախկին կուսակցին խորհուրդ է տվել չարժե նախագահի հետ ակնարկներով խոսել։ Դա հենց Հովիկ Աբրահամյանի շահերից է բխում։ Կարդացի պարոն Աբրահամյանի գրառումը։ Լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական։ Հատկապես առվակների ինքնազոհությունը հանումի 2 բնակավայրերի փրկության սպանիչ էր։ Հաստատ գիտենք, որ առվակներից բացի բնության մեջ կան նաև ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը։ Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր։ Չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է, ասել է Շարմազանովը։ Արդյոք սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է ընդդիմություն եւ այս խորհրդարանական ընտրություններին ականատես կլինենք նախկին եւ ներկա ՀՀԿ-ականների դիմակայության, ցույց կտա ժամանակը։ Այս պահին խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Օսկանյան-Օհանյան դաշինքին կամ իր խնամի Գագիկ Ծառուկյանին։ Արդեն երկար ժամանակ է ասում են, Ծառուկյանը դեմ է, որ ժամանակին իր մասին հրապարակային կոշտ հայտարարություններ խնամին միանա իր դաշինքին։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, նա չի բացառում համագործակցությունը ցանկացած ուժի կամ անձի, այդ թվում Հովիկ Աբրահամյանի հետ։ Հովիկ Աբրահամյանը, չգիտեմ, ինչ է անելու, գարձեմ ասուլիս է դալու այս օրերս, թող ասուլիսը դա ինքը երևի թե գորոշի մեկնաբանության խնդիրը։
Եթե ոչ մեծ արտահոսք, ապա գոնե մի քանի կարկառուն հանրապետականներ այնուամենայնիվ կլքեն կուսակցությունը։ Իսկ առաջին թեկնածուն Մհեր Սեթրակյանն է, Թոխմախի Մհերը։ Նա էլ Հովիկ Աբրամյանի նման մինչև հիմա համարվում էր հանրապետականների օգտին գլխավոր ձայն բերողներից մեկը։ Տեղեկություններ կան, որ արդեն առաջիկա ժամերին նա կհայտարարի կուսակցությունից հեռանալու մասին։ Ի դեպ, նրա մերձավոր պաշտոնյաները արդեն հավաքում են ճամպրուկները։ Այսօր Մհեր Սեթրակյանի փեսան Արմեն Հարությունյանը ազատվել է Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնից։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել հայկական բանակում։ Զորամասի շարահրապարակում ժամկետային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է։ Մեկ ժամ անց նա մահացել է Զորամասի բուժկետում։ 18-ամյա Սարգիս Ափինյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 10 օր առաջ։ Նա Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակը։ Նախնական տվյալով նա մահացել է սուր սրտային անբավարարությունից։ Ունեցել է թոքային այտուց։ Քննությունը կպարզի, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը։ Արդյոք երիտասարդը բանակ է զորակոչվել առողջական խնդիրներով։ Վերջին 3 օրում սա երկրորդ դեպքն է, որ հայկական բանակում զինծառայող է մահանում խաղաղ պայմաններում։ 19-ամյա Շավարժ Գալստյանին, որի նախնական վարկածով ինքնասպանության էին հասցրել, հուղարկավորեցին այսօր։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, հետևողական է լինելու բոլոր միջադեպերի հարցում։ Միաժամանակ շարունակում են մեծացնել բանակի մարտունակությունը։ Դրա կարևոր բաղադրիչը ռուսական 200 միլիոն վարկով մատակարարվող սպառազինություններն են։ Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, մատակարարումները կատարվում են գրաֆիկին համապատասխան։ Գաղտնիությունից ելնելով չմանրամասնելով կոնկրետ, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։ Մենք շատ հետամուտ ենք լինելու, հնարավորինս արագ ստանալու այդ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ։ Մինչ այդ բարձրացնում են զինվորի հանդերձանքի որակը։ Կոշիկների մասով արդեն լուրջ հաջողության են հասել։ Բնական կաշվից մասը ավելի մեծ է լինելու։ Բայց հայկական որակյալ կոշիկները կարող են ոչ միայն ծառայել հայ զինվորին, այլև միջազգային շուկաներ նվաճել։ Վիգեն Սարգսյանը մտադիր է միջազգային բրենդ դարձնել դրանք։ Ես ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը լինի միջազգայինորեն ճանաչված այսպիսի կներեք արտասահմանյան խոսքի համար բրենդ, որպեսզի այն հատնեն հաճույքով ոչ միայն մեր զինվորները, այլ նաև քաղաքացիական անձին, որպեսզի այն լինի հարմարավետ եւ հասու իրագնով։ Բանակի խնդիրները զբաղեցնում են պաշտպանության նախարարի ամբողջ ժամանակը։ Այս առիթով Վիգեն Սարգսյանը կատակել է։ Այս ընթացքում երևի թե ունեցել եմ բացի այս ամեն ինչից միայն Վարշավի ծառայությունից օգտվելու հնարավորություն եւ Կիրակի օրերը ընտանիքիս հետ մի փոքր շփվելու։ Այնուամենայնիվ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ նախարարը կգտնի։ Ես հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ եւ մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով որ կուսակցությունը նպատակահարմար գտնի։ Հայ կնոջ եւ նրա սևամորթ ամուսնու ընտանեկան լուսանկարի շուրջ մեծ աղմուկը հասել է նաեւ Եվրամիության դեսպանին։ Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպմանը Պյոտր Սվիտարսկին մտահոգություն է հայտնել, որ լուսանկարի վերաբերյալ ռասիստական մեկնաբանություններից մեկը Facebook-ում գրել է դպրոցի ուսուցիչը։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում նրան կարգապահական տուժի ենթարկելու համար քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ։ Մոսկվա կինոթատրոնում այսօր տեղի է ունեցել մեծ աղմուկ հանած «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հերոսների մասին 25 տարի անց, երբ նրանց կյանքը կրկին բեկվում է այս անգամ ապրիլյան պատերազմի պատճառով։ Ֆիլմը նվիրված է հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։ Պրեմիերային ներկայ էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հոգեբանորեն այդ ժամանակաշրջանում կռիվ գնալուց բացի ամեն ինչ անելն էր դժվար, այդ նաև ֆիլմում նկարահանվել է։ Բայց մի փոքր սփոփանք կար, որ այդ նկարահանմամբ ինչ որ կերպ մեր արգանքի դուքն եք մատուցում նաև այդ տեղերքին այդ օրերի հերոսների։ Պատմած պատմությունները սկսած պուծով կան, որ մնացել է մեքենայի մեջ եւ այլն, դա իրոք իրական դեպքեր են եւ համարը շատ ամեն ինչը իրական դեպքերի վրա է հիմնված։ Դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են։ Հունվարի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոին է 520, ռուբլունը 8.1, իսկ ֆունտինը 610 դրամ։ Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Մինչև հունվարի 31-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։ Երևանում նույնպես վաղը ձյուն է տեղալու։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 5-ից 7, իսկ վաղը ցերեկը 2-ից 4 աստիճան ցուրտ։